Եթերում դարձյալ հայրենիք սփյուռք հաղորդաշարն է եւ դարձյալ տոնական ծրագիրն է սիրելի բարեկամներ։ Բարև ձեզ։ Բարեկամներ անցնում են տարիները եւ տարիները մեզ շարունակ մոտեցնում են դարերին։ Եվ մեր կյանքը վերածվում է երաժշտության, արվեստի, նկարչության, մշակույթի, գրականության եւ այս ձևով քարանում է եւ մնում է դարերի մեջ։ Եվ պատկերացրեք դրանով հանդերձ ենք մենք դառնում մշակութային ազգ, դրանով հանդերձ ենք մենք դառնում զարգացած ազգ, դրանով ենք մենք կարողանում ապագա մեր պատմության շարադրանքը կերտել։ Եվ ուրեմն թե որքան կարևոր են, որ մենք մեր հայերից մեջ մանավանդ ունենանք հանճարեղ, տաղանդավոր մարդիկ, որոնք այդ արձանագրումը կատարեն ճիշտ, գեղեցիկ եւ բարձր արհեստավարժությամբ։ Բարեկամներ, այսօրվա իմ հյուրը հենց այդպիսի մի կերպարվեստի նկարիչ է, մի նկարիչ, որը իրոք մեր կյանքը, մեր իրականությունը ներկայացնում է, քարացնում է պատմության դարերի մեջ ճիշտ, ճշգրիտ եւ փիլիսոփայորեն եւ շատ նպատակային։ Բարեկամներ, այսօր հաղորդաշարի հյուրն է, բոլորը մեր ազգում, Հայաստանում, այստեղ Սփյուռքում, ամբողջ աշխարհում իրեն ճանաչում են իբրև Էմիլ Գազազ։ Ողջույն Էմիլ։ Բարև։ Շատ ուրախ եմ, որ այսօր հաղորդաշարի հյուրն եք եւ ուրախ եմ, որ մենք այսօր զրուցելու ենք շատ կարեւոր եւ կենսական հարցերի մասին, որովհետեւ խոսել Էմիլ Գազազի հետ միայն կերպարվեստի, միայն նկարչության մասին շատ սեղմ կլինի եւ շատ հետաքրքիր չի լինի։ Ինչու եմ դա ասում։ Նկարչության այն տեսակը, որի մեջ դուք կերտեցիք հրաշքներ, իրականության մեջ ամբողջությամբ փիլիսոփայություն է։ Դուք կյանքը տեսնում եք բոլորովին այլ գույներով, այլ միջոցներով եւ այլ հանգամանքներով եւ մանավանդ այդ բոլոր արտահայտությունները նաեւ իրականություն են դառնում ձեր գեղեցիկ արձանների մեջ։ Այդ արձանները խոսում են ժամանակների մասին, հոգեբանության մասին, առհասարակ մարդ արարածի մասին։ Պիտի խնդրեմ սկսենք այն հարցից, թե 25 թվականը ինչ տվեց Էմիլ Գազազին։ Քանի որ արդեն ամփոփում ենք, մոտենում ենք 26-ին։ 25 թվականը։ Այո։ Բարեկամներ, վարպետը եւ խոսում է եւ նկարում է։ Ինչ տվեց 25 թվականը։ Ինչ որ 24-ը, 23-ը, 22-ը։ Էմիլ տարբերություններ չկան այդ տարիների մեջ։ Ոչ, ինչ տարբերություն։ Ժամանակը նույն գույնի, նույն ձևի։ Դենց ապրում ես։ Ինչ պետք է տա, ասեմ։ Բայց փոփոխությունները դուք չեք զգում այդ ժամանակների, այսինքն 25 թիվը, 23-ը, 24-ը, չէ՞ որ դուք ունեք երեխայի ծնունդ, դուք ունեք երեխայի մեծացում, դուք ունեք նպատակներ, որոնք կամ իրականանում են, կամ չեն, այդպիսի բաներ չկան։ Չէ, դες բաներ չկա։ Բա ոնց։ Դենց չկա։ 25-ը, այսինքն ինչ պետք է տա։ Ինչ որ անես, այնը կստանաս։ Հա ինչ արեցիք։ Ամբողջ խնդիրը դա է, ինչ արեցիք 20։ Ես 20-ը։ Ինգին։ Սպասի 20-ը չէ։ 80 քանի թվից, 80 թվից նկարում եմ, չէ՞, քանդակում եմ։ Այո։ 81-ին նկարել եմ, քանդակել եմ, 82-ին նկարել եմ, քանդակել եմ, 80-ից մինչև 2025 թիվը, չէ՞։ Այո։ Այսինքն իմ կյանքը մի ձևի նույն ռեժիմն է։ Այո, ռեժիմի առումով այո։ Նույն բանը, նույն գործն եմ անում։ Դենց նույն այսինքն 25 թիվը տարբեր չի 81-ից։ Աշխատանքային առումով այո։ Աշխատանքային առումով, այո։ Իսկ անձնական առումով շրջապտույտների գնացել եք, կյանքը ինչպիսի։ Ես շրջապտույտ, մտապտույտ, դες բաներ չգիտեմ։ Ես շրջապտույտ չեմ կնում։ Ընդհանրապես։ Ընդհանրապես։ Ես ապրում եմ բան իզոլացված։ Ահա։ Որն այդ իզոլացված լինելու գաղտնիքը ինչու։ Ինչու։ Որպեսզի արվեստ անես, արվեստ
ստեղծես։ Արվեստ ստեղծողը, Բայց ասում են արվեստ ստեղծողը պետք է շփվի նո, այդ կյանքի հետ։ ասում են, ով ոչ գիտի արվեստը ինչ է։ Հա։ Բայց ով ոչ գիտի իսկական արվեստը ինչ է, իսկական արվեստը ճգնավորի գործ է։ Այսինքն եկեղեցականը ավելի շատ է մանկալից, քան արվեստագետը իսկական։ Հասկացա՞ք։ Բայց նկարները, որոնք ծնվում են, չէ՞ որ պետք է բնության հետ No, շփվես։ no, հեչ կարևոր չի։ Իմ համար կարևոր չի։ Այդ ներսից է գալիս։ Ուզում ես Իտալիայում եղի, ուզում ես Ֆրանսիայում եղի, նույնն ես։ Դու չես փոխվում։ Դու նույն գազազն ես Իտալիայում, նույն մարդն ես, նույն մտածելակերպով, այսինքն տեղերը փոխելը քեզ չի փոխում։ Շրջապատը դա փոխվում։ Այո, այս շրջապատը ինքը որևէ նոր ազդեցություն չի թողնում ձեր վրա։ No, որովհետև բոլոր տեղերը մարդիկ նույն հոգսերով, նույն մարդիկ են։ Ինչն է տարբերություն ասենք Լոս Անջելեսի մարդու ու Հռոմի մեջ ապրող մարդու։ Տարբերություն չկա։ Չէ, Կյանքը նույնն երկուսն է քնում, զարթնում, ուտում, խմում, նույն բաներն են անում։ Բայց ինչպես են անում։ Մեկը տարբեր սովորույթ ունի, մեկը տարբեր սովորույթ ունի։ Սովորությունը ինչ է, սովորություն ես ասում եմ ընդհանուր բաներ, մանր Այս դեպքում հարցը շրջեմ, Էմիլ, այսպեսի հարց տամ։ Հայի եւ մյուս ժողովուրդների տարբերությունը։ մյուս ժողովուրդներ ովքեր են։ Մենացած մյուս ժողովուրդները եւ հայի տարբերությունը։ Չէ՞ որ ասում են, որ հայկական գենը դենկան բացարձակ տարբեր է աշխարհում եւ եզակի է։ Այդ եզակիությունը ինչով է բացատրվում։ Դուք փիլիսոփա նկարիչ եք եւ Ես չգիտեմ, այդ ասողը ես չեմ։ կանդակով։ Ես չեմ ասել։ Ուրիշի ասածի համար ես պետք է պատասխանեմ։ Լավ, դրա մեջ ճշմարտություն չեք տեսնում։ Օրինակ ինչպես եք բնութագրում հային։ Հային, Հա։ կա լավ հայ, կա վատ հայ, կա լավ մարդ հայ։ Նախ մարդը պետք է լավ մարդ լինի, հետո ազգ։ Եթե լավ մարդ ես, ազգիդ մեջ էլ լավ հայ ես։ Եթե վատ մարդ ես, վատ հայ ես։ Ահա, Չէ, բայց որ հատկանիշներն են, որ բնութագրվում են հային։ Ինչ Ինչ հատկանիշներ կան, որ ուղղակի հատուկ է միայն հային։ հայերին Այո։ չհամախմբվել, կռիվանել իրար հետ, մեկը մյուսին նախանձել, բաժանել, այս է հատկանիշերը։ Վատ բաներ եք ասում է ջեմ։ Այո, որ վատ բաներ է, այո։ Հայը չի կարող միապանվի, չի կարող մի կտոր դառնա։ Բաժան, մի կտոր ստեղ, մի կտոր ընդեղ, մի կտոր ստեղ, մի միտք ստեղ, այդ փոքր երկիրը 100 հատ կուսակցություն ունի, 100 հատ։ Շատ ավելի։ Հա։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում որ բաժանված են բոլորը։ Այսինքն քիչ ամնում ամեն մարդ կուսակցություն լինի։ Առանցին։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Ահա հայը։ Դրա համար էլ խելքի չեն գալիս։ Ընտանիքի մեջ որ ամեն մարդ իր այշը քշի։ Ընտանիքը ինչ կրնի, հա։ Մի հատ ինձ ասա։ Ընտանիք չի լինի, բաժան, կռիվ, մռիվ, ասենց բաներ։ Պետք է համախմբեն, պետք է իրար սիրեն, պետք է պահեն իրար։ Էս է։ Հենց հիմա դուք ինձ հուշեցիք հետևյալ հարցը։ Տիեզերքը ստեղծված է իր կառույցով, սիրո, էներգիայի վրա։ Եվ սերն է, որ պետք է ուղղորդի բոլոր հարաբերություններում։ Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ մարդը չկարողացավ սիրով ապրել, այլ գողությամբ ապրեց, մարդասպանությամբ, դավաճանությամբ, ատելությամբ։ Ինչու՞, եթե տիեզերքի կառուցվածքը այն է, որ սեր պետք է լինի, սերը պետք է ուղղորդեր բոլորին։ Ինչ եղավ, ինչու մարդը այդպեսին դարձավ կամ այդպես ծնվեց։ Ինչի մարդը հենց առաջին մարդը Աբելը եւ Քենը սպանեցին իրար։ Աբելը Քենին սպանեց եղբորը։ Այո։ Okay։ Ինչու։ Որովհետև ազգություն ասում մարդը չար է իր բնությունով։ Իր բնույթով մարդը չար է։ Ծնված օրվանից մարդը չար է։ Հիսուսը եկավ,
որ որը մարդացնի չարությունը վերացնի։ գլուխն էլ կերան։ Հա։ Հիսուսին բռնի խաչեցին, հմեր որ կա կխաչեն։ Հենց հմի որ Հիսուսը կա կխաչեն։ Նույն պատմությունն է։ Բայց նայեք միլ Աստված հային ստեղծել է այդ հատուկ DNK-ով, հանճարի DNK-ով, չէ՞։ Ինչի ով ասեց։ Այո, մեր ազգը հանճարեղ ազգ է։ Ինչի։ Մեր տված հանճարները։ Իտալացիները հանճարեղ չեն։ Այո, բայց Ֆրանսիացիները հանճարեղ չունեն։ հա, բայց իրենց քանակի համեմատ, իսկ հայի քանակի համեմատ Գերմանացիների երաժշտությունը Մոցարտ, Բեթհովեն, Էսեն, ամբողջ աշխարհն է լսում հանճարեղ չեն։ Հա, բայց մեր տվածը շատ է աշխարհին, շատ։ Բոլոր Okay, մենք առումներով։ տվել ենք աշխարհին, աշխարհը խաբար չի, որ տվել ենք։ Չէ, ինչպես գիտեն, բոլորն էլ գիտեն, դա հայ մասին առաջի եւ վերջի կարծիքը այն է, որ հանճարեղ տաղանդավոր ժողովուրդ է, բոլոր ազգերի մոտ է դա։ Okay, ամեն մարդ կարա ինքը իրան կովի, Չէ, okay։ չէ, այլ ազգերի մասի կարծիքներն եմ ասում ես ձեզ։ Այլ ազգեր չգիտեմ, ես հատկապես այլ ազգերի մարդկանց կարծիքը չգիտեմ, բայց ես գիտեմ այլ ազգերի մարդկանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Եթե դքան գնահատում են, դքան գիտեն, որ հանճարեղ ժողովուրդ են, ինչի չեն պաշտպանում։ Ահա, այդ հարցը ձեզ եմ ուղում, ինչու չեն, այսքան հանճար է տվել աշխարհին, ինչու չեն անում։ Կամ բանի տեղ չեն տնում, կամ կարծում են, մարդիկ են, էլի, որովհետև Ադրբեջանը նավթ է տալիս, էս է տալիս, են ավելի շահավետ է։ Այսինքն կյանք աշխարհը նյութական է։ Յա, նյութականն է ավելի շահավետ, դրա համար դենց է, մարդկանց մեջ էլ է, ով որ նյութը շատ է տալի, նրան են ավելի հարգում կամ սիրում։ Չէ։ Այո, իհարկե։ Յա, հայերը որ ասենք նավթ ունենային, անգլիացիները հայերի ոտքերը կընկնեին։ Ինչպես իմ ադրբեջանցիները։ Յա, ոնց որ ասենք, այո։ Հետո հայերը Բայց մենք շատ հզոր ազգ ենք եղել։ Մենք ունեցել ենք, չէ, ունեցել ենք անթիվան համար եւ հողեր, եւ ծովեր, եւ ծովից ծով Հայաստան է կոչվել։ Յա, ունեցել ենք։ Բայց Ինչու կորցրեցին։ ինչու, որովհետև իրար չսիրեցին, կռվեցին, իրար ասին ես ավելի լավն եմ քան դու, սենց հրեսը կկոստեն, եթե դեն չարնագեն, ես պուջուր Հայաստանը կկոստեն։ Ինչու, ինչ է կասկածում, ինչու։ Ինչու։ Հա։ Դենց է երևում։ Դենց է, ամեն ինչը որ նայում եմ, դենց է երևում։ Բան չկա, միաբանություն չկա։ Չկա, այո, Եկեղեցու թեմ քնում իրար են ծեծում։ Okay, որ մի հատ ազգն է, այդ ազգը մի հատ ուրիշ ազգն է, այդ ազգին հարգի։ Չէ, իհարկե։ Չի հարգի։ Դու որ նայես այդ ալացիները եկեղեցու թեմ իրար են ծեծում։ Կասես ես ովքեր են։ Չես էլ հավատա, որ 21-րդ դարի մարդ։ Յա։ Դրա համար իրանք կարծում են, որ իրանք ծառացը մենակ իրանք են տեսնում։ Դենց են կարծում։ Բայց չեն կարծում, հիմի ինչ որ անեն ամբողջ աշխարհն է տեսնում։ Չեք կարծում, որ ուղղորդվում է դա։ Ուղղորդվում է ինչու։ Ուրիշների կողմից։ Ուղղորդվում է, որ քայքայեն Հայաստանը քանդեն։ Նո, եթե մարդը իր տեղից վատ լինի, չի կարելի ուղղորդել։ Եթե լավ լինի, չի կարելի ուղղորդել։ Հզոր ուժերը չեն կարող իրենց քայքայիչ գործունեությունը տանել։ Ինչ քայքայիչ։ Նո, ինչ որ հիմա առնում են Հայաստանը։ Հզոր, նենց եք ասում, ոնց որ հզոր ուժերը ուշք ու միտքը սա Հայաստանին քայքայելն է։ Գուցե դրա մեջ ճշմարտություն կա։ Նո։ Գուցե Հայաստանը իրոք շատ մեծ խոչընդոտ է Հայաստանը շատերի համար։ Հայաստանին թուրք ասել է հայերին թշնամի պետք չի։ Իրանք իրանց թշնամի են։ Այսինքն Հայաստանին թշնամի պետք չի։ Իրանք ինչ որ թշնամին անում է, իրանք կանեն։ Ու անում են։ Իրանք իրանց թշնամի են։ Ուղղորդել պետք չի։ 4 հոգի են, 4-ն էլ բաժանված են։ Ասենք 4 հայերնի,
4-ը տարբեր գաղափարների են։ Այո, դա ճիշտ է։ Դա ճիշտ է։
ժամանակները որևէ ազդեցություն չեն ունենում ձեր արվեստի վրա։ Ժամանակների քաղաքականությունը, իրադարձությունները։ Անշուշտ պետք է ունենան։ Անկախ քեզից ունեն։ Ունեն։ Սո ինչքան ժամանակը վատանում է, դու կան ազատվում ես։ Որպես արվեստագետ։ Հետաքրքիր բան ասեցիք։ Դենց, այսինքն մարդիկ ինչքան որ իրար հետ կռվեն, դու կան քո արվեստը կան ազատ առնում, որովհետև էլ կաշկանդում չկա, դու ես ազատ ես, ինչ եղավ, սենց։ Թողնում ես ժամանակի հույսին։ Բանանը կկպցնեն պատին, կասեն արվեստա 6 միլիոնով կծախեն։ Դրանից հետո ինչ կարաս անես դու։ Ասում եմ, որ դա ժամանակակից արվեստն է։ Այսինքն, եթե որ արվեստը հասնեն այդտեղ, արվեստագետը ինչ պետք է անի դրանից հետո։ Բան չկա անելու։ Ձեր կարծիքով հիմա մարդիկ ավելի հակված են արվեստի որ տեսակը ընդունելու, դասականը, վերածննդինը, սուրռեալիզմը։ Մարդիկ ասելով ինչ եք հասկանում։ Արվեստասեր մարդիկ, որոնք կապված են արվեստի հետ։ Չէ, տարբեր աշխանի հասկացող, տարբեր աշխանի արվեստասերներ կան, չէ՞։ Մեկը բարձր աշխանի վրա, մեկը ցածր աշխանի վրա։ Նրանք տարբեր գործեր են, տարբեր բաներ են սիրում։ Ինչքան մարդը գիտակից է, այդքան ազատագրված արվեստներն է սիրում։ Ինչքան քիչ է հասկանում, իր արվեստի հասկացողությունը քիչ է։ Ասում ես մեկը լավ։ Այս ընդհանրապես ով որ քիչ է հասկանում, ուզում է նմանացնի, ասում է, «Էսով է, էս ինչ է նշանակում», չհասկացողները այս հարցերն են տալիս։ Իսկ ով որ հասկանում է, դենց հարցեր չի տա, կնայի, կսիրի, կհասկանա, կամ չի անի, դենց հարց չի տա, «Էդ ով է, ինչի է ձեռքը սենց, ինչի է թևը սենց»։ Հասկանալի է։ Հետո։ Ինչ ցուցահանդես ունեցաք 25 թվականին եւ առհասարականի ցուցահանդես ունեցաք այս վերջի տարիների։ Ես ձեզ հետ 5 տարի առաջ եմ հաղորդում արել։ Չէ, վաղուց ցուցահանդես չեմ ունեցել, որովհետեւ կարծում եմ, որ ցուցահանդեսներ իմաստ չունի շատ։ Ինչու՞։ Ինչ, գալիս են նայում, ինչ է, ասենք ցույց տվեցին, ինչ, 2 օր հետո նույն պատմությունն է, չգիտեմ։ Ցուցահանդեսը նախ շատ փող են ուզում։ Ասենք մի ցուցահանդես ես ուզում տաս 70-100 հազար փող են ուզում, որ թողնեն տնես այդտեղ։ Այդքան թանկ է։ Իրանք են փող աշխատում, ոչ թե ասենք դու։ Իսկ ձեր նկարները չի վաճառվում։ Առհասարակ վաճառում եք ձեր նկարները։ Վաճառում է, բայց բան չի, այդպես կոշիկի պես հատ քեքի նման չի վաճառվում, որովհետև նկարը վաճառվելու համար պիտի աշխատանք տնես։ Չես կարող ասես արի այս նկարը, այս նկարը պիտի կարևոր շինես նախ, պիտի խոսես այս նկարի մասին։ Օրինակ դուք կապված չեք նկարչական այստեղի Ամերիկայի միությունների բաների հետ, որ կարողանաք ձեր հարցերը։ Ոչ, ես ոչ մի միության հետ կապված չեմ։ Ոչ էլ Ամերիկայի հետ։ Ինչի հետ եք կապված։ Ես պատահական դենց Աստծո կամոք է ոնց անգեր եմ ստե, մի բան գիտեմ անել, նկարել, քանդակել, այդ եմ անում, that's it։ Ունեք հրաշալի կին եւ ես կասեի հանճարեղ տղա։ Ես լսեցի նրա կատարումը, դա ուրիշ մի երևույթ էր։ Այդ տղան հանճարեղ է լրիվ։ Այո, հանճարեղը, բայց շատ հանճարը բան չի։ Հանճարը աշխատանք է նախ եւ առաջ։ Այո, աշխատասիրություն է իր։ Բայց այդ տղեն ցաղորի հերախոսը ցերկը, այդ հերախոսը բոլոր հանճարներին կփչացնի։ Եվ փչացնում էլ է, իր։ Բոլոր, որովհետեւ չի թողնում որ աշխատեն։ Ամբողջ ուշքերը հերախոսն է։ Նախ դրակների դեմ են, չէ՞, պայքարում։ Այո։ Ամենավատ դրակը հերախոսն է։ Այո։ Ինչի չեն տեսնում այդ, կարող է չեն տեսնում են իհարկե, բայց քանի որ շահութապեր է, բիզնես է, այո, ստեղել է գալիս այդ, քանի որ շահութապեր է, ձեր չեն տալիս,
Ինչ եղել առաջվա հեռախոսներն ինչ եղել, հա? Զանգում էիր, փող էիր գցում, զանգում էիր փողոցից, շատ լավ ու հետաքրքիր էր, օքեյ։ Ինչ է այս ռոբոտային վիճակը։ Այո։ Ես որ պրեզիդենտն եմ մի օրով առաջի հետին հեռախոսներ կվերացնեմ։ Այդ կամպանիները բոլորը հեռախոսը կփակեմ։ Կասեմ էլի բուտկե կտրեք հեռախոսի, էլի առաջվա պես հեռախոսները դրեք։ Որովհետև ասենք նայում եք, տեսնում եք կյանքը երբ որ զարգանում է, զարգացումներ իրենց հետ բերում են երևույթներ, որը դառնում է հենց նույն մարդու համար կործանիչ, ստեղծողի համար կործանիչ է դառնում։ Այդ զարգացում չի։ Դա ինչ է կոչվում, էվոլյուցիա է։ Այդ հիմալանալն է։ Այդ մարդկանց հիմալանալն է, ինչքան են հիմալանում։ Իրանք կարծում են, որ խելոքացել են, որ հասել են այդտեղ, բայց չեն մտածում, որ այդ առաջ ավելի լավ էր, քան հիմա։ Այո, իհարկե։ Բայց հիմա այդ արհեստական բանականությունն էլ մցրեցին, որ լրիվ հիմարացել։ Այս համացանցը որ շինեց, աշխարհը խառնեց իրար։ Առաջ դու ինչ գիտես, Ֆրանսիայում ինչ արնում։ Այո։ Միջև ասենք տարիներ չանցներ, ամիսներ չանցներ։ Իմանայիր կամ Նույն չիմանայիր։ ժամին իմանում ես։ Այդ վատ է։ Ինչո՞վ է վատ։ Ինչի՞ պիտի իմանաս դու։ Դու 1000 կիլոմետր ընկում ես, ինչի՞ պիտի իմանաս։ Այդ անբնական է։ Իսկ ասացեք, խնդրեմ Էմիլ, իսկ ինչ ծրագրեր ունեք ապագայի։ Կա 26 թվի հետ կապված նոր ծրագրեր, նոր ընկերություն բացելու, նոր գաղափարներ, ինչ կա։ Ես ընդհանրապես ծրագրեր չեմ կազմում, ծրագիր ինքն է գալիս։ Այդ հագաստո գործը, որ ասված ասում է ծրագրեր մի կազմեք, ճանապարհ է սերնում, հետդ ոչինչ մի վերցրու, ոչ ուտելիք, որովհետև երբ որ բաներ ես վերցնում, դու ինչ ես վստահում, այսինքն դու Աստծուն չես վստահում, երբ որ հետդ բաներ ես վերցնում, ասում է դու գնա ճամփեդ, ես քեզ կպահեմ, հավատում ես դրան, ուրեմն գնա, չես հավատում, 1000 մի բան կվերցնես հետդ, այդ նշանում է, որ դու չես հավատում, so երբ որ ծրագիր ես անում, այդ նշանում է, որ չես հավատում Աստծուն, որովհետև ծրագիր չկա, Աստված է որոշում ամեն ինչ, դու ինչ պետք է անես մյուս տարի, այս տարի ինչ պետք է անես, 100 տարի հետո ինչ պետք է անես, Աստծո կամքն է, so հանգիստ, ես բան չունեմ անելու, հանգիստ Աստված ինձ ազատել է բոլոր գործերից, ասել է դու հանգիստ, մի մտածի։ Քեզ համար աշխատիր։ Դու քեզ համար արա ինչ որ պետք է անես, ես անելիքդ կանեմ։ Այդքան բան։ Ու գրած է Բայբլի մեջ, ոչ մի բանի համար հոգ մի արա։ Այո։ Այդ մեծ բան է։ Այսինքն ոչ մի բանի, նշանակում է ոչ մի բանի մասին հոգ մի արա։ Բայց պիտի աշխատի մարդը, որ ստեղծի բարիքներ։ Հա, աշխատում ես, բայց հոգ չես անում։ Աշխատելը ուրիշ բան է, հոգ անելը ուրիշ բան է։ Կարա աշխատես ու հոգ անես, այդ շատ վատ է։ Պետք է աշխատես առանց հոգ անելու։ Հանգիստ դինջ։ Հանգիստ, yeah։ Այսինքն չմտածես, ես ինչ պետք է լինի, ով պետք է առնի, ոնց պետք է ծախեմ, ոնց պետք է ցույց տամ, սենց բաները մոռացի։ Հա, բայց այդ բոլորը ձեր փոխարեն ձեր կինը անում է։ Հա։ Մանեն անում է այդ բոլորը ձեր փոխարեն։ Հա, այդ էլ Աստծո գործ։ Եթե անում է, այդ էլ Աստծո գործ։ Մանեն նշանակել է այդ պոստի վրա։ Ուրեմն մանեին աստվածանշանակել է պոստի վրա։ Լավ Էմիլ, հաղորդումը մոտենում է իր ավարտին, մոտեցել է արդեն։ Պետք է շնորհավորեք համային հայության նոր տարին, Սուրբ Ծնունդը։ Ուրեմն ժողովուրդ ջան, շնորհավոր ձեր նոր տարին 26 թիվը, 27 թիվը, 28 թիվը, 29 թիվը, միացեք, իրար սիրեք, մի կռվեք իրար հետ, դուք հայ եք բոլոր հետ, լցվել եք պուչվի Հայաստանի մեջ իրար եք կզում, okay? Հանգիստ, Աստծուն բռնեք, իրար սիրեք, ամեն ինչ լավ կլինի, իրար հետ մի կռվեք, եթե ուզում եք Հայաստանը պահեք, իրար հետ մի վիճեք, մի կռվեք,
Դուք բոլորդ նույն ազգի եղբայրներ եք, okay? Ոչ մեկի թշնամի չի։ Թշնամին ուզում է, որ իրար հետ կռվեք, որպեսզի վերանաք։ Դրա համար թշնամու հակառակ իրար սիրում եք, իրար հետ չեք կռվում ու չեք վերանում, մեծանում ու ժառանում եք։ Աստված ձեր հետ։ Բոլոր տարիները ձեր շնորհավոր։ Խելոք եղեք, խելաց եղեք։ Սկամպան։ Աստված մեր հետ։ Ես էլ եմ շնորհավորում ձեզ, Էմիլ, եւ վստահ եմ դեռ շատ տարիներ պետք է ստեղծագործեք, աշխատեք եւ ի հայության ի մարդկություն ասեմ այսպես։ Հա, առաջ Աստված։ Առաջ Աստված։ Այո։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում, ես հիմա կցուցադրեմ խոսակցության ընթացքում Էմիլի նկարած իմ դիմանկարը։ Հետաքրքիր դիմանկար։ Կողքից է նկարած։ Շնորհակալություն Էմիլ։ Մինչև նոր հանդիպում եթերում, սիրելի հեռուստադիտողներ։